Ընտրությունները ավարտվել են, վարչապետը հաղթել է եւ վարչապետը կոչ է արել պատրաստակամության համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ։ Ցուցարարների արդար պահանջը մենք ասում ենք երկրորդ փուլ ընտրություններ։ Ազատության հրապարակում մենք մոտ 10 օր հանգիստ ոչ մի տերևել չենք տրորը։ Վրանները խփել են մարդիկ իրենց վրաններում գիշերել են, ցերեկը գիշերը մոտ 2000-1500 մարդ, ցերեկը մոտ 50,000 մարդ հավաքվում էին, հա։ Եթե կեղտոտումին հատուկ հավաքարաններ պահեն մաքրում են սիգարետի մոխիր ինչ-որ գցեն, էդ էլ մաքրությունը պաշտպաներ են։ Եթե Ռոբերտ Քոչարյանը անգամ մի 3-4 օր էլ սպասեր չարցակվեր ժողովրդի վրա, երևի արդեն բանը կմարեր, ցույցը կմարեր, բայց նա չսպասեց։ Էդ էր մեր պահանջը միայն ընտրություններ լինեն երկրորդ փուլ, որովհետև ես իրան ասել եմ, մենք ինչ ենք պահանջում երկրորդ փուլ ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան, այդ փողերը որտեղից էր բաժանում ժողովրդին, այտենց իրան ճակատին եմ ասել։ Ասում մեծ շոկներով փող եք բաժանում։ Մեծ շոկներով փող, գազելների մեջը, քաղաքապետարանի Փիլականների վրա, գյուղապետարաններում բոլոր տեղը համատարած փող եք բաժանում։ Այսինքն ընտրությունները կեղծված էին, դուք արդյունքների հետ համաձայն։ Իհարկե ընտրությունները կեղծված են, բնական է, թե մաքուրելները չի պետք է մենք ինչ-որ բան անենք։ Այդ բոլորը դրա հետևանքն էր։ Երբ թատերական հրապարակում անվտանգության ծառայության մարմինները գրանցում են զենքով մարդկանց, ապա իրենք պարտավոր են միջոցներ ձեռնարկել վնասազերծելու։ Ես Քոչարյանն ասել եմ դատարանում, հիմա ասեմ Ռոբերտ Քոչարյան, լսի ինչ եմ ասում, ցուցարարները հարձակվել են կառավարության շենքի վրա, չէ։ Ցուցարարները հարձակվել են ազգային ժողովի վրա, չէ։ Ցուցարարները հարձակվել են նախագահի նստավայրի վրա, ոչ։ Կարևորագույն օբյեկտների վրա ցուցարարները հարձակվել են, ոչ։ Բան չեք սպանում։ Որ չեն եք սպանում, ինչ օբյեկտի վրա են հարձակվել, որ դու սպանում եք, դու իրավունք ունիր սպանել, եթե ուզում են նստավայրդ գրավեին, այդ ժամանակ դու իրավունք ունեիր, բայց նստավայրը տուր, ցկան խանութը ուր։ Տարբերակներ ունենք մենք, ունի իշխանությունը։ Առաջինը համբերատար սպասել, երբ է այդ թատերական բեմադրումը, թատերական հրապարակում ինքը իրենով մարվելով։ Եվ երկրորդ տարբերակը ոստիկանական գործողություններ կիրառելով մաքրել այդ հրապարակը եւ այդ նաեւ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ կյանքով ապրել։ Եկավ ժամի չարաբաստիկ ժամի 9, ժամի 9 սկսվեց իսկական մարդ։ Ոնց որ ֆաշիստական Գերմանիան արձակվեր սովետական միության վրա, պատկերացնում եք վերևից պատրոնները, լուսարձակող պատրոնները, դիպուկահարները, էլի որ չասեմ օմոնե, ավտոմատները, տեսել եմ Պրոշանի վրա տեսել եմ ծանր տեխնիկաներ։ Ես հրամանագիր եմ ստորագրել արտակարգ դրություն մտցնելու մասին, ընտրությունների հետ կապված այլևս քաղաքական պրոցես չի։ Այսօր հաղթվում է հասարակական կարգը, այսօր ցուցարարները անցել են բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները։ Մեր այս ցույցը բացարձակապես խաղաղ է, մեր գործողությունները լինելու են խաղաղ այնքան ժամանակ, քանի դեռ օրինական բոլոր միջոցները չեն սպառվեն։
ոնց է գերաման չէ, ով իրավունք ուներ Ղարաբաղի զորքը բերեր Հայաստան։ Առանց գերագույն գլխավոր հրամանատարը ով է իրավունք ուներ։ Էն էլ ծանր տեխնիկան սահմանը թուլացնեն եւ բերեն Հայաստան։ Պատկասում եք, ես եմ տանկերը տեսել, բետերները տեսել, առանց Քոչարյանի տանկերը կմտեն Երևան քաղաք։ Էլ չասենք, որ ինչեր են, զինվորներն ինչ են արել, փամփուշտները կրակած փամփուշտներ են փոխել, ամեն ինչ ընդունակ է։ Ես եմ տեսել զինվորներին Հանրապետության հրապարակում ամեն կնով անում են, որ Սերժ Սարգսյանը մնար նախագահ։ Դա էր Քոչարյանի հիմնական նպատակը։ Այսինքն Սերժ Սարգսյանը կարող էր ասել Ռոբերտ Քոչարյան, դու գնացող ես, ես մնացող եմ, արեդպես բան մի արա, ժողովրդի վրա կրած չի կարելի ասել։ Դու գնաս, ես մնամ, հետո ես ոչ խոսեմ այս ժողովրդի հետ, բայց չասեց Սերժ Սարգսյանը։ Կոնսենսուս են ունեցել այդ առումով։ Երևի կոնտեքստ են ունեցել, ես չեմ կարող ասել, բայց Սերժը կարող էր ասել, Քոչարյան մարդ մի սպանի, դու գնացող ես, ես մնացող եմ։ Քոչարյանը շագրգռված է նրանում, որ կա անպայման Սերժ Սարգսյանը, որպեսզի պաշտպանի իրեն թալանը, չբացահայտվի մարտի 1-ը նախ մեկ սպանությունները, չբացահայտվի իրան ամբողջ թալանը, գիտեք, ես որ չասեմ, դուք գիտեք ինչպիսի մեծ թալան է արել Սերժ Ռոբերտ Քոչարյանը, մենակ Ուսային պողոտայում 17 հատ կվարտիրա ունի։ Էլ չասենք, որ ինչեր ունի, կղզիներ ունի, ես այդ մարդին ածական անունը անվանել եմ անկուշտ։ Ինքը անկուշտ մարդ։ Այդ էր Ռոբերտ Քոչարյանի ցանկությունը, որ Սերժ Սարգսյանը անպայման լիներ իրան փոխարինող։ Ես այդ ժամանակ արդեն հետևում եմ տղային, զանգի տալիս, զանգում է ուրա գորես չի պատասխանում։ Երկար զանգը պահելուց հետո պատասխանեց մի աղջիկ։ Հա, ասվում է, որ զանգում եք նա վիրատության սեղանն է։ Հա։ Էլ չասեց, որ հիվանդանոցը։ Հետո մի քանի անգամ է զանգեցի, նորից վերցրեց, ասեք խնդրում եմ ասեք, որ հիվանդանոցը, բա երրորդ հիվանդանոց կողքի հետ։ Սկան խանութը երրորդ հիվանդանոցը 500 մետր երևի լինի։ Հա, ես աշխատեցի, որ հասնեմ երրորդ հիվանդանոց շատ մեծ դժվարությամբ։ Մեծ արուներ կորցրել։ Հա, շատ են տանջվել, այս կողմից ջուր էին ներարկել, այս կողմից արուն, ես տեսնում ինչ ձև արունին հասցնում, հա, բայց որ մազանոթները արդեն չորացել էր կպեր էր, ջուրը չէր ընդունում։ Հա, այդքան արուն տալուց հետո, ոչմ առավոտա 4-ին արդեն սիրտը կանգներ էր։ Եվ այդ Չերեմուխայի մի հատ այլանդակ հոտեր, այդ միջանցքներ ընկել այդ հոտը, ոչ թե մենակ վիրահատարանում, լուսամուտները թողերին բաց, եթե լիներ ռազմական բժիշկ, երևի զգուշ կհանեին, այդ բանը չէր պայթի, գազային նռնակը։ Զոհերի մասին այս պահին ես տեղեկություն չունեմ, տեղեկություն ունեմ ոստիկանության կողմից վիրավորների մասին։ Դա ոստիկանության աշխատողներ են եւ ոստիկանական զորքին եւ ծառայողներ են։ Նրա ինչին ներենք։ Մի անգամ ներողություն խնդրել է ծնողներից։ Մի անգամ ցավակցել է ծնողներին։ Չի ցավակցել, ներողություն չի խնդրել։ Այլ մի բան էլ ասում, ես ինչ եմ արել, որից դատում եք։ Դատականիստի ժամանակ ասում եմ, հարգել դատան, ես ինչ եմ արել, որից դատում եք։ Պատկերացնում ես, ասում եմ, հարգել դատարան, նայելով դուժողի իր ավաճորթի աշկերին, ասում ես ինչ եմ արել։ Էլ ինչ աներ դրանից ավել։ Ռոբերտ Քոչարյանի ձեռքերն արյունոտ իր ժամանակաշրջանում 39 սպանություններ։ Հոկտեմբերի 27-ով, մարտի 1-ով, գեներալներով, մյուսներով, դադախազներով, որ սպանված են 39 մարդ, դա Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում է եղել։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում ամեն տարի առնվազն 1000-ից պակաս սահմանի վրա զոհ եք ունեցել։ Տշնամին կրակում էր, չունենք ոչ մի խրամատներ,
կոկոշները շարելին զնգ այդ դրանց պաշտպանված բանը Հրբերտ Քոչարյանը ես խոսքն ասեմ էլի աննամուս մարդ է նամուս չունի նամուս ունենա դա ժողովրդի առաջ պետք է ո՞ց է կանգնում եւ խոսում եւ ասում ես կանեմ անողիր անեիր դու մենակ լավ մարդ կսպանես լավ երգիրը կթալանես դու այդ դրանից բացի ուրիշ բան չես անի Գայում երբ զենք է կիրառվում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէ հրազենով, սա ենթադրում է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգոկանոն հաստատելու համար։ Ուրեմն ես նախ ասեմ, որ ներկա իշխանությունները Նիկոլ Փաշյանի գլխավորությամբ առաջին անգամ պետական մակարդակով ճանաչվեց 2008 թվականի մարտի 1-ը եւ հանրապետության վարչապետը ներողություն խնդրեց ժողովրդից։ Պատկասում ես ով սպանի, ով ներողություն խնդրի, որի համար դա արդեն մեծ ողջավորություն տվեց, որ ծնողներից հայ ժողովրդից վարչապետ Նիկոլ Փաշյանը ներողություն խնդրեց։ Ասեմ ինչպես է Հայաստանում ուզում։ Իմ երեխայով վերջանա մարտի 1-ը, էլ այլևս մարտի 1 գոյություն չունենա։ Հայաստանում լինի խաղաղություն, սուվերեն պետություն, իրավական պետություն, աշխատանք, մարդիկ հանգիստ խճով աշխատեն, ապրեն, արարեն։ Ես այդպես Հայաստան եմ ուզում։ Դուք հավատում եք, որ մենք կունենանք նման Հայաստան։ Եթե Նիկոլ Փաշյանը մնա, 1000% համոզված եմ, որ կունենանք խաղաղություն։ Ախված է մեր թանկարժեք վարչապետից։